Ֆրանցիսկոս Պապի դիմավորման նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, ամեն ինչ իրականացվում է հավուր պատշաճի։ Հռոմի Պապի այցը առաջին քրիստոնյա երկիր լուրջ հնչեղություն է ստացել, այն խոստանում է պատմական լինել։ Քահանայապետն արդեն պաշտոնապես մեկնաբանել է, այցը ոչ թե սովորական ճանապարհորդություն է, այլ ուխտագնացություն։ Բայց առաջին քրիստոնյա երկիր եւ ուխտագնացություն Սրբազան քահանայապետը ընդգծել է իր վերաբերմունքը եւ կայանալիք այցին եւ Հայաստանին եւ հայ ժողովրդին եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հռոմի Պապը Հայաստան կժամանի հունիսի 24-ին, այցը բարձրագույն միջպետական է։ Հաշվի առնելով դրա կարևորությունը, պաշտոնական արարողակարգում որոշակի լրացումներ են արվել։ Նրան Զվարթնոցոտ հնավակայանում կդիմավորեն հայկական ծիրանով ու լավաշով, մանկական երգչախմբով։ Երրորդյա այցը գերհագեցած է։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը լինելու է Էջմիածնում, Գյումրիում, Խորվիրապում, Ծիծեռնակաբերդում, հանրության հետ առաջին հանդիպումը լինելու է Գյումրու Վարդանանց հրապարակում, մատուցվելու է սուրբ եւ անմահ պատարագ։ Հաշվի առնելով Վարդանանց հրապարակի չափերը, քաղաքացիների մուտքը լինելու է հրավիրատոմսերով։ Հրավիրատոմսերի շուրջ նախապես աշխատանքներ են կատարվել եւ բաժանվել են ժողովրդին բոլոր ցանկացողներին։ Հրապարակում հրավիրատոմսերի հետևում կան նշված, թե որ վայրից կարող են մուտք գործել, բայց նաեւ բոլոր այն հավատացյալները ժողովուրդով կուզեն այցելել Գյումրի պատարագին մասնակցել, գից փողոցներին տեղադրված են լինելու էկրաններ, որ կարողանան հետևել պատարագի ընթացքին։ Առանց հրավիրատոմսերի մարդիկ կարող են լինել Էջմիածնում։ Ֆրանցիսկոս Պապը Մայրաթորի բաց խորանում կմասնակցի պատարագի։ Սուրբ պատարագը բաց է լինելու, այսինքն անշուշտ կլինեն հրավիրյալներ հրավիրատոմսերով, սակայն մնացած մեծամասնության համար բնականաբար պատարագը բաց է լինելու, մուտքերը բոլոր բաց են լինելու եւ հավատացյալները առիթ կունենան իրենց երախտագիտությունը հայտնելու եւ նաեւ սրբազան պատարագին մասնակցելու։ Հանրապետության հրապարակում աղոթքից բացի կլինի նաեւ տոնական միջոցառում, նախանշված երթուղիներում լինելու են որոշակի սահմանափակումներ, հրապարակ մուտք գործել հնարավոր է միայն ոտքով։ Հռոմի Պապի այցը առաջին քրիստոնյա երկիր լուսաբանելու համար արդեն իսկ հավատարմագրվել է 600-ից ավելի լրատվամիջոց, որոնց կեսը միջազգային։ Բոլոր արարողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերում, նախատեսվում է նաեւ արբանյակային սփռում։ Գրիգոր Հարությունյան, Նարեկ Եղիազարյան, Գառնիկ Նահապետյան, այսօր։